Ինչպիսի քաղաքական լիդեր ու առաջնորդ եք ուզում տեսնել երկրի ղեկավարի պաշտոնում հաջորդին։ Հենց Ռոբերտ Քոչարյանն եմ տենում։ Այդ իր դարիների աշխատանքի որպես արդյունք ինքը ապացուցել է, որ ինքը իրոք ղեկավար է եղած։ Այն 10 տարին էլ գամուրջներով, ճանապարհներով, տնտեսությամբ, պատերազմով, գազམ-եկեղեցական բոլոր հարցերով ինքը արդարացած է իբր մարդ, իբր ղեկավար։ Ինձ համար ինքը ամբողջական իսկական լիդեր է։ Ռոբերտ Քոչարյանի հետ ես աշխատել եմ։ Քաղաքական պայքարի մեջ եմ եղել 98 թվականին։ Ունի մի շարք որակներ ղեկավարի, որ աշխարհում քիչ ղեկավարներ ունեն։ Շրջայացություն, հոհեմություն, բարձր որակի դիվանագիտություն, մարդկանց հետ շփվելու մեծ կուլտուրա եւ ամենակարևորը հետևողականություն եւ նպատակին հասնելու համար մեծ կամքի դրսևորում։ Սատարում Հայաստան դաշինքի վետը միակ ղեկավար տեսնում պարոն նախագահին, որ մեզ կարող է ծանր իրավիճակից հանել, ուրիշ մարդ չեմ տեսնում։ Որ հետ ենք նայում մարդու ղեկավարած տարիները, տեսնենք ղեկավարած տարիների ընթացքում ավելի լավ է եղել մեր Հայաստանի վիճակը, քան հիմա։ Մեր համար գլխավոր անվտանգությունն է։ Մենք խաղաղությունն ուրիշ մեկ իսկապես ոչ է։ Հանգիստ ապրենք էլ մեր համար։ Ստեղից է դուրս գալ մի ուրիշ տեղ գնալ։ Իրականքը իր դիվանագիտություն աստիճան այնքան բարձր է, ես գտնում եմ, որ մենակ ինքը կարա այս վիճակից Հայաստանը հանի։ 90-ական թվականներին Հեյդար Ալիևի հետ զրուցելուց Հեյդար Ալիևը մինչև անգամ չի կարողացել գլուխը բարձրացնի Քոչարյանի աչքին նայի եւ ինչ-որ բացատրություն տա։ Դրա համար եկել եմ աջակցեմ, որ գոնե հայրենիք պաշտպանենք։ Ակնկալիքս մեկն է, վաղվա օրվա համար, որ վաղը Հայաստան ունենանք, ոչ թե Էրմենիստան։ Հուսով եմ, որ ապագայում էլ, ամսու 7-ից հետո էլ այդ նույնը, ինչ որ կարողացավ 2000 մինչև 8 անել, 98-ից մինչև 8-ը, նույնը կարողանալ մինչև այս հաջորդ 5 տարվա ընթացքում։ Ճիշտ ասած, միայն Քոչարյանին եմ տեսնում որպես լիդեր։ Հիմա մի տեսակ թուրքական Հայաստանը, այստեղ ես իրական Հայաստանը չեմ տեսնում։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում միշտ իրանց եմ ընտրել, որովհետև տեսել եմ իրանց աշխատանքները, իրանց գործունեությունը, իրանց ամեն ինչը, ես դրա համար վստահում եմ իրանց, որ գոնե իրանք կկարողանան ոտքի կանգնացնել մեր այս հայազգին լրջացնեն, որ իրանք հասկանան, որ մենք ինչ ենք կորցնում։ Ամենաառաջի փոփոխությունը, որ Հայաստանը մնա մերը գոնե Առաջնային դա եմ ուզում, ուրիշ ոչ մի բան, ես չեմ ուզում, որ պատերազմ լինի ու մեր երեխեքը, որ այսօր այդքան զոհ ունեցանք, որ հիմա նորից այդ նույն ամեն ինչի մեջով անցնեն, չեմ ուզենա, չեմ ցանկանա, ու չգիտեմ, ես շատ մեծ հույսեր եմ կապում, հենց այս դաշինքի հետ, ունեմ տղաներ, որ չեմ ուզենա այս ամեն ինչի մեջով անցնեն։ Ռոբերտ Քոչարյանի նման քաղաքական լիդեր, քանի որ մենք Ռոբերտ Քոչարյանի տարիներին ղեկավարման ապրել ենք ամենալավը։ Հայաստանը եղել է ավելի անվտանգ, ավելի մարդիկ ապրել են ավելի բարեկեցիկ ու կարևորը Հայաստանը եղել է ավելի անվտանգ իր օրոք։ Ինքը ամենալավ լիդերն է։ Ներկա պահին բոլոր լիդերների մեջ ամենալավ ինքն է, որ կարող է Հայաստանը նման ծանր իրավիճակում գտնվող, նման ծանր իրավիճակից դուրս բերել Հայաստանը։ Ներկա իշխանությունները ինձ համար ուղղակի թրքահպատակ իշխանություններ են, իրանք կատարում են թուրքի կամքը, դրա համար իրանք պետք է հեռանան ուղղակի, չգիտեմ, եթե իրանք շարունակեն ղեկավարել երկիրը, ես չգիտեմ, ինչ կկատարվի ուղղակի։ Ուրիշ ոչ մեկը չի կարա այս երկիր այս ճգնաժամից հանը, Ռոբերտ Քոչարյանից բացի, ինքը ուժեղ մարդ է, ինքը ուժեղ դիվանագետ է, ինքը խելացի մարդ է, Եթե ինքը ընտրվի, ապա շատ լավ փոփոխություններ կլինի